Փաղություն սիրելի Աստծո ժողովուրդ նորից չգիտեմ այս YouTube-յան այսօրա վիդեոները ինչ եղան ուր կորան թե ես ճնջեցի թե ուրիշները ճնջեցին ես չկարծա զապիսանի չգիտեմ ինչ ստացվեց բայց ամեն դեպքում այսօրա իմ Աստծուց տված խոսքը Facebook-ի մեջ կա եթե ովքեր ցանկություն ունեն լսան կարան Facebook-ում ինձ գտնեն լսան ժողովուրդ ջան Աստծո ողորմությունով եւ ձեր օգնությունով ձեր ինչքան շատ ասում պատվիսվցալ նորներ լինի այդքան YouTube-ը կտա հնարավորություն որ երկար ժամանակով խոսալ եւ ապագայում Աստծո ողորմությունով կլինեն աղոթներ մարգարեական դասեր եւ երազների տեսիլքների մասին էլ նույնպես դասեր, բացատրություն, երազների տեսիլքների մասին։ Շատերն են այսօր երազներ, տեսիլքներ տեսնում, պատմում, խոսում։ Կտեսնենք, Աստծո ողորմությունով տեսնենք, որքանով են ճիշտ իրանք, որքանով են Աստծո սուրբ ոգուց եւ որքանով է իրանց երազներն ու տեսիլքները համապատասխանում Աստվածաշնչին եւ մարգարեների եւ առաքյալների այն հոգուն եւ այն հոգու հիմքի վրա դրված եկեղեցու եւ Աստծո խոսքին հասկանում եք ժողովուրդ ջան նայեք Եբրայեցիների թուղթ 12-րդ գլուխ 14 խոսքից Աստված ասում է հետևեցեք խաղաղությանը ամենի հետ եւ սրբությանը որ առանց նրա ոչ ով Տիրոջը չի տեսնիլ այսինքն Տերը մեզանից ուզում է սրբություն եւ խաղաղություն, որը Սուրբ Ոգու պտուղներն է եւ սեր, որ առանց նրա ոչ մեկը Տիրոջը չի տեսնի ժողովուրդ ջան, մենք չխաբենք մեզ։ Նայեք առաջի Պետրոս թուղթ առաջի գլուխ 14 խոսքից ասում է 15-ից ասում է այլ ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերով։ Մենք մեր բոլոր վարքերով պետք է սուրբ լինենք։ Մեզ կանչող Սուրբի պես, եթե իրականից մեզ կանչող Սուրբը դա Քրիստոսն է, մենք պետք է փափակենք իրան նմանվենք, որտեղ գրված է սուրբ եղեք, որ ես սուրբ եմ։ Տերը ուզում է մեզանից սրբություն, որքան սայթակենք, որքան վայր ընկնենք, մարթենք, տկարանանք, հիասթափվենք, վայր ընկնենք, պետք է վեր կանգնենք, զորանանք, արիություն, քաջություն, համարձակություն ունենք եւ առաջ եթանք, քայլելով օձերի ու կայժների վրա ու ջախջախելով թշնամու գլուխը Հիսուսի անունով եղեք օրհնված օրհնում եմ սիրում եմ բոլորիդ ժողովուրդ ջան